Իմ բացատրությունն այն է, որ այս անցնող տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը կարողացավ հիմնավորել իր մասին բազմաթիվ թեզերի կեղծ լինելը, եւ այս ընթացքում բազմաթիվ գործընթացներ եկան հիմնավորելու, որ մեր երկիրը ծանրագույն վիճակից դուրս հանելու հույսը մարդիկ պետք է կապեն իր հետ։ Գյումրիում Ռոբերտ Քոչարյանի հետ էին կապում Վարդան Ղուկասյանին, եւ Վարդան Ղուկասյանը հաղթեց, իսկ Էջմիածնում ի դեպ Սևակ Խաչատրյանը շատ ավելի շատ ձայն է տարել, քան ընտրված համայնքապետ Վարդան Ղուկասյանը Գյումրիում։ Պարզապես այնտեղ կար երկրորդ խոշոր ընդդիմադիր ուժը ի տարբերություն Էջմիածնի։ Կարճ ասած, վաղարշաբաթի ընտրությունների արդյունքներից թեև պետք է լրջորեն անհանգստանալ, բայց ավելի շատ կարծում եմ պետք է դաս քաղել։ Վստահ եմ, եւ ՔՊ-ն սխալ ու հեռուն գնացող հետևություններ ու հաշվարկներ կանի ու արդեն անում է, եւ շատերը։ Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը որոշում էր, թե ժողովուրդը ում պետք է ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ձայն տա, ում չտա։ Այնինչ նա ինքը չկարողացավ իր աջակից եւ ոչ մի ուժի մտցնել անգամ ավագանի։ Պետք է այս ամենից կրկնում եմ քաղեր դասել, անել հետևություններ եւ ճիշտ հաշվարկներ, եւ ՔՊ-ին մեր երկրի հասարակական քաղաքական կյանքից հնարավոր կլինի դուրս շպրտել առավելագույնը 7 ամսից։